Անցած անգամ ածանցման կանոնների մասին խոսացինք, կարող ենք մի հատ էլ փոքրիկ օրինակ նայել։ Ասենք, եթե ուզում ենք տանգես x ֆունկցիայի ածանցյալը հաշվել, ածանցման կանոնների միջոցով, կարող ենք գրել, որ տանգես x-ը որպես սինուս բաժանած կոսինուս գրենք։ Այս սինուսի, կոսինուսի արդեն ածանցյալները ունենք հաշված, այստեղ հարաբերության ածանցյալը, համարիչի ածանցյալը անգամ հայտար, հանած հայտարի ածանցյալ, անգամ համարիչ։ Կոսինուս քառակուսի x-ի վրա պետք է բաժանենք, ինչ ենք ունենում, սինուսի ածանցյալը կոսինուսն է, այսինքն կոսինուս քառակուսի, ստեղ էլ հանած կոսինուս x-ի ածանցյալը մինուս սինուս x, սինուս քառակուսի x, անում ենք մեկ բաժանած կոսինուս քառակուսի x։ Լավ։ Եկեք տեսնենք համադրույթի ածանցյալը, ինչպես կարող ենք հաշվել։ Գրեմ։ Դեցոք J ֆունկցիան ունի վերջավոր ածանցյալ x0 կետում, այսինքն J-ն դիֆերենցիալ է x0 կետում, իսկ fx ֆունկցիան կամ f-ը վերջավոր ածանցյալ Jx0 կետում, այդ դեպքում երկու ֆունկցիաների համադրույթը մեծատառ f-ով եթե նշանակենք փոքրատառ f(jx)-ը, այս համադրույթ ֆունկցիան ունի վերջավոր ածանցյալ որ կետում ինչ է կարծում x0, հա։ Եվ մեծատառ f-ի ածանցյալը x0-ում կհավասարվի փոքրատառ f-ի ածանցյալին Jx0-ում պատկած վերջտեղ x0-ով։ Հիմա, եթե J-ն ունի վերջավոր ածանցյալ x0 կետում, մասնավորապես J-ն ինչպիսին է այդ x0 կետում։ Անընդհատ է, հա։ Դիֆերենցիալին այդ համարժեքը անընդհատ է ավելի թույլ, բայց քիչ հետո տեսնենք, որ այդ մեզ պետք է գալու, հա։ Քանի որ J-ն ունի վերջավոր ածանցյալ
x0-ում ուստի J-ն անընդհատ է Այդ ինչ է նշանակում, որ սահման Jx x-ը x0-ին ձգտելիս հավասար է Jx0 Շատ լավ, սահմանը մեկ դնենք Հիմա ացենցիալի սահմանման համաձայն, սահմանման ացենցիալի սահմանման Ացենցիալը, որ ուզում ենք ցույց տանք, որ գոյություն ունի, ինչն է։ Այս սահմանը պետք է հաշվենք, fx հանած fx0 բաժանած x մինուս x0-ի x-ը x0-ի ձգտելիս։ Հա։ Ու ստեղ իհարկե մեծատառ f-ի փոխարեն կարող են գրել փոքրատառ f jx Jx0 Հիմա տեսնենք, որ այս Jx-ը ձգտում է Jx0-ին Այդ պատճառով ոնց որ ինչ կուզենայինք, որ սրա հայտարարում գրված լիներ Jx հանած Jx0, հա Իհարկե, եթե բաժանում ենք ինչ-որ մեծության վրա, նույնով պետք է նաև բազմ պատկենք, հա Նշանակելով y հավասար է jx մեկից կստանանք, որ jx-ը ձգտում է jx0, կներեք y-ը, որը jx-ն է, կձգտի jx0-ին, որն էլ եկեք նշանակենք y0-ով, երբ ինչն է ինչին ձգտում, x0-ին, հետևաբար, մեր ֆունկցիայի ացենցիալը, որ այս սահմանը, որ հետաքրքրված ենք, այս պահին ֆորմալ իրավունք չունենք այս գրելու, բայց այն պահին, երբ որ այդ սահմանը ցույց կտանք, որ վերջավոր է, դրանով իսկ ցույց կտանք, որ այդ ացենցիալը գոյություն ունի ու այդ սահմանին հավասար է, Այստեղ հիմա կարող ենք այս արտադրյալի սահմանը գրենք որպես սահմանների արտադրյալ, Հիմա ամեն մեկում իր համապատասխան փոփոխությունը անենք։ Հիմա այս առաջին սահմանի մեջ, եթե այս y-ի ու y0-ի անցնենք, այդ դեպքում ինչ կարող են գրել սահման y-ը ձգտում է y0-ի ու ստեղ կունենանք fy հանած fy0 բաժանած y հանած y0 Այս սա իրանց ինչա ներկայացնում, J-ի ացենցիալն է y0-ում։ Սա էլ f-ի ացենցիալն է y0-ում, որը ինչպես գիտենք, գոյություն ունի, որտեղ մենք թեորեմ պայմաններում պահանջել ենք, որ f-ը լինի դիֆերենցիալի այդ J0 կետում, այսինքն այս y0 կետում։ Այսինքն սա էլ հավասարվում է արդեն f' եկեք այնպես կողմենք։
հավասարում է f'(y0 անգամ g'(x0) իհարկե, այսպես կարող ենք գրենք որպես ցույց տվեցինք, որ այդ սահմանը գոյություն ունի ու վերջավոր է, որտեղ երկու վերջավոր թվերի արտադրյալ է, իրոք պահանջվող բանաձևը ապացուցեցինք, հիմա կարող ենք մի հատ էլ օրինակ նայենք, գտնենք fx-ը հավասար է x քառակուսի ֆունկցիայի ածանցյալը ասենք ոնց որ կարող ենք համարել, որ Jx J1x-ը Gx-ն է, J2x-ով նշանակում ենք x քառակուսին, այն դեպքում մեր fx-ը ինչն է, J1, J2, թե J2, J1, J1, J2, չէ, J2, x-ն է, իհարկե այս երկու ֆունկցիաներն էլ ամենուրեք դիֆերենցիալ են, ու հիմա եթե մենք ածանցյալն ենք նայում, այս f-ի ածանցյալը, այնտեղ գրված է x0 կետում, բայց իհարկե այդ նույն բանը կարող ենք կամայական x կետում ասենք, եթե այդ կամայական կետում դիֆերենցիալությունը համապատասխան ֆունկցիաների ունենք, f'(x)-ը դա կլինի J1-ի ածանցյալը J2x կետում, այո, անգամ J2-ի ածանցյալը, J1-ի EX-ի ածանցյալը EX-ն է, ասեն պետք է EX-ի արժեքը նայենք J2x կետում, ասեն EX քառակուսին է լինում, մի հատ էլ պետք է բազմապատկենք x քառակուսու ածանցյալով, ինչը 2x-ն է, ոնց որ զուտ պետք է տեսնել, որ այս արտահայտությունը ձգտում է մեր ֆունկցիայի ածանցյալին J0 կետում։ Ընդամենը այստեղ տեսնում ենք, որ Jx-ը ձգտում է Jx0-ին, ասեն եթե y-ով նշանակեք ու այս ձևով գրեք, ոնց որ սրա սահմանը գիտենք, որ f'(y0-ն է, դրա հետևանքով արդեն այս մյուս արտահայտությունը եւս f'(y0-ին կձգտի։ Ոնց որ սենց կունենա, ix-ն է, ix քառակուսին ես նայում, պետք է սրա ածանցյալը հաշվելիս, հատած ix-ի ածանցյալը ով է, ix վն է, բայց քո մոտ x-ի փոխարեն պետք է x քառակուսին գրես, հետո հավելյալ պետք է բազմապատկես x քառակուսու ածանցյալով, Ածանցյալի երկրաչափական իմաստը
ասենք այս x0 կետը ունենք, y հավասար է fx ֆունկցիան է, այս x0 կետում մեր ֆունկցիայի արժեքը fx0-ն է, եթե դիտարկում ենք մի x կետ ու դրա անպատասխան ծոր կետը մեր գրաֆիկի վրա, որը y կոորդինատը fx-ն է, հիմա կարող ենք այս երկու կետերը ինչ-որ ուղով միացնել, այս x-ը մեր մոտ ոնց որ x0 պլյուս դելտա x-ն է, հիմա եթե այս անկյունը x fx և x0 fx0 կետերով անցնող, ուղի x-երի դրական ուղղության հետ կազմած անկյունը դելտա ֆի-ով նշանակենք, անկյունը նշանակենք ֆի-ով, այդ ֆին ինչից է մեր մոտ կախված լինելու, x0 կետը եկեք ոնց որ ֆիքսում ենք ստեղ ու պարզապես միակ բանը որ փոփոխում ենք այդ դելտա x-ը, դելտա x-ով, այս մեր ֆին է, այդ ուղի անկյունային գործակիցը տանգես ֆին է լինելու, տանգես ֆի դելտա x, որը կնշանակենք կայով, էլի դելտա x-ից կախված է, եկեք տեսնենք ինչպես կարող ենք արտահայտենք f-ի արժեքների ու այդ դելտա x-ի միջոցով, անկյունային գործակիցը, եթե այս եռանկյունը դիտարկենք, այս անկյան այսի էլի ֆի է լինելու ու հիմա սա իրանից ներկայացնելու է ինչը f x հանած fx0-ն, սա էլ x հանած x0-ն, կամ էլ պարզապես դելտա x-ը, մյուս կողմից կա դելտա x-ը, որը տանգես ֆի դելտա x-ն է, հավասար է fx հանած fx0 բաժանած x մինուս x0, եթե դա էլ միայն դելտա x-ի միջոցով գրենք, f x0 պլյուս դելտա x հանած fx0 բաժանած դելտա x-ն է, դիցուկ f-ը ունի ացանցյալ x0 կետում, այս կենթադրենք, ու այս ենթադրության ներքո, եթե մեր ֆունկցիան ունի ացանցյալ x0 կետում, ինչ կարող ենք ասել, որ այս կա դելտա x-ը կունենա սահման, երբ որ
դելտա x-ը ձգտի 0-ի, հա, որտեվ մեր ֆունկցիայի ատենցիալը հանդիսանում է հենց այս սրա սահմանը։ Այդ դեպքում կա դելտա x-ը ունի սահման դելտա x-ը ձգտում է 0-ի, այսինքն ինչ է տեղի ունենում, այս մեր սահման կա դելտա x-ը, կարող են գրել որպես x0 plus դելտա x հանած f(x0) բաժանած դելտա x, այդ սահմանն էլ հենց մեր ֆունկցիայի ատենցիալն է, հա։ Այդ կարող ենք նշանակել կազերով, պարզա որ հակառակն էլ տեղի ունի, հա, եթե այդ անկյունային գործակիցները ունեն սահման, երբ որ դելտա x-ը ձգտում է 0-ի, ապա մեր ֆունկցիան կունենա ատենցիալ։ Որ անկյունային գործակիցները ունեն սահման ապա f-ն ունի ատենցիալ x0-ին։ Հիմա արդեն կարող ենք սահմանել այդ շոշափողը, fx ֆունկցիայի գրաֆիկի x0 f(x0) կետում, հա, կամ պարզապես ֆունկցիայի x0 կետում, հա, կետում շոշափող ասելով կհասկանանք, x0 f(x0) կետով անցնող և ինչ անկյունային գործակից ունեցող կազերով, հա, և կազերով կազերը անկյունային գործակից ունեցող ուղիղը։ Հիմա կարանք այդ շոշափողի հավասարումը ստանանք այն դեպքում, երբ որ այդ անկյունային գործակիցը վերջավոր է ու անվերջ է։ Նկատենք, որ եթե
K0, որը նույն մեր f' x0-ներ վերջավոր է։ Ապա շոշափողի հավասարումը կարող ենք փնտրել ինչ տեսքով։ Այսինքն շոշափողի հավասարումը անկյունային գործակիցը արդեն f' x0-ն է, չէ՞։ Այստեղ պետք է գրեի անգամ x, հա, ու գումարած ինչ-որ հաստատում։ Եթե գրեմ x մինուս x0 գումարած մեկ այլ հաստատում, միևնույնն է, կարող ենք այդ հաստատումը գտնել, հա, տեսքով։ Դրել այս տեսքով։ Հիմա ընդամենը B-ն գտնելու համար կարող ենք օգտվել այն պայմանից, որ ինքը պետք է անցնի այդ x0 f(x0) կետով, հա։ Այս մեր շոշափողը այս տեսքն է ընդունել, հա, այս y շոշափողն է։ Հա։ Հիմա y շոշափողը մյուս կողմից այն պետք է անցնի x0 f(x0) կետով։ Ոստի այդ y շոշափողը x0-ում պետք է հավասարվի f(x0)-ի նաև ունենք, որ y այդ շոշափողը x0-ում հավասարվելու է, այս առաջին գումարելին կտա պարզապես դե x0 տեղադրեք, այս ինչ է տալու, 0 է տալու, հա, 0 գումարած b։ Հետևաբար B-ն հավասար է f(x0) և y շոշափողն էլ հավասար է f' x0 անգամ x մինուս x0 գումարած f(x0), հա։ Այս շոշափողի հավասարումն այն դեպքում, երբ որ մեր ածենցիալը վերջավոր է, իսկ եթե ածենցիալը լինի անվերջ, այդ դեպքում ինչ է նշանակում, y-ների առանցքին զուգահեռ է լինելու, հա, այդ ուղիղը, իսկ y-ների առանցքին զուգահեռ ուղիղը, առանձին էլ գծենք, այս մեր x0-ն է, հիմա եթե այս հատողները տանենք, հա, տեսնում ենք, որ այս հատողները անկյունային գործակիցները ձգտում են անվերջության ու շոշափողը արդեն սա է դառնում ու այն դեպքում, երբ K0-ն անվերջ է, շոշափողի հավասարումը այսի մեր մոտ f(x0) կետն է, հա, ինչն է լինելու։ x0 Երկու հատիկ հատող եմ տարել, հա, ու ոնց որ զուտ որպեսի
երևա որ շոշափողը ինչն է դառնալու ու շոշափողը այս արդեն այս ուղղայած գիծն է։ Ինչ ենք անում, վերցնում ենք հատողները, հատողների անկյունային գործակիցն ենք նայում, անկյունային գործակիցը տեսնում ենք, որ անվերջ է ձգտում, այս պարագայում, անվերջ անկյունային գործակցով ուղը, այդ որն է, x-երին ուղղայացն է, կամ y-ներին զուգահեռն է, հիմա x0, fx0 կետով անցնող ու x-երին ուղղայած ուղը, էդի հենց x-ը հավասար է x0 ուղղն է։ Բարի մի հատ էլ ինչ-որ փոքրիկ օրինակ նայենք։ Գտնենք fx-ը հավասար է կոսինուս x շոշափողի հավասարումը հավասար է տեսում։ Ինչ պետք է անենք։ Պետք է ոնց որ մեր ֆունկցիայի արժեքը գտնենք այդ կետում, ատենցիալի արժեքը այդ կետում գտնենք ու արդեն շոշափողի հավասարումը կունենանք։ Ունենք որ f'(x)-ը ինչն է, մինուս սինուս x-ն է, հետևաբար f'(p)-ը կլինի մինուս 1, f'(p)-ը հավասար է կոսինուս p', որ հավասար է 0, հետևաբար այդ շոշափողի հավասարումը, որը ինչն է, մեր ատենցիալն է p-ում անգամ x մինուս p, գումարած f', դառնա ինչ, մինուս 1 անգամ x մինուս p, գումարած 0, սա մեր շոշափողի հավասարն է։ Այստեղ նայեցինք այն դեպքը, երբ որ ֆունկցիան ունի վերջավոր ատենցիալ, մի հատ էլ օրինակ նայենք, երբ որ ֆունկցիայի ատենցիալը անվերջ է, ասենք x-ը հավասար է խոնարհ տարմատ x մինուս 1, գտնենք շոշափողի հավասարումը, x0-ն հավասար է 1 կետում, հա։ Ինչ է, մեզ հարկավոր է մեր ֆունկցիայի ատենցիալը գտնել 1 կետում, f'(1-ը սահման, x-ը ձգտում է 1-ի, fx հանած f1 բաժանած x մինուս 1։ Ստեղ խոնարհ տարմատ x մինուս 1 հանած 0 բաժանած x մինուս 1, որ ասել կարող են գրել որպես խոնարհ տարմատ x մինուս 1-ի խորանարդ, կրճատումը ունելուց հետո արդեն կունենանք խոնարհ տարմատ x մինուս 1-ի քառակուսի, այս հայտարարը մեր մոտ ձգտում է 0-ի, 1 բաժանած 0-ն էլ կտա անվերջություն, հա, ավելի կոնկրետ պլյուս անվերջ է տալու, ու հետևաբար արդեն շոշափողի հավասարումը, հա,
x-ը հավասար է 1-ը։ Շոշափողի այնց այսպես թե այնպես ուղղ է ներկայացնում, հա։ Այսին շոշափողը պարտադիր չէր, որ ֆունկցիա լիներ, հա։ Եթե մեր պատանցալը այդ կետում վերջավոր չի, ուրեմն ֆունկցիայով չեն կարող արտահայտել։ Այդ ուղղը արդեն ներկայացնում է որպես x-ը հավասար է x-0։ Հակադարձ ֆունկցիայի ածանցյալ Լիցուկ F-ը շորը հատվածի չակայքի վրա որոշված F-ը խիստ մոնոտոն է, հա և անընդհատ այդ միջակայքում, հա այդ պարագայում կարող ենք ասել, որ մեր ֆունկցիայի հակադարձը գոյություն ունի, հա F-ն ունի հակադարձ ֆունկցիան ունի որը նշանակում ենք F-1-ով, հա հիմա արդեն եկեք տեսնենք, թե հակադարձի ածանցյալը ինչ կապ ունի մեր սկզբնական ֆունկցիայի ածանցյալի հետ Թեորեմ Եթե F-ն ունի ածանցյալ x0-ում և x0 0 չէ, ապա որտեղ x0-ն AB-ից ինչ-որ կետ է, հա? Ապա F-1 հակադարձ ֆունկցիան, հա? Ունի ածանցյալ y0-ով եկեք նշանակենք այդ f(x0) պատկերկետում, դե f ֆունկցիայի միջոցով պատկերն է x0 կետի, հա? Եվ այս հակադարձի ածանցյալը y0-ում դա մեկը բաժանած f(x0)-ն է։ Ոնց որ պետք է ուշադրություն դարձնենք, հա, որ այստեղ մեր մոտ արգումենտը f(x0)-ն է,
այստեղ արգումենտը x0-ն է։ Այստեղ արգումենտները փոխվում են։ Հա, դե ոնց որ ֆունկցիայի ու իր հակադարձի արգումենտը պետք է չի ակնկալել, որ նույն բանը պետք է լինեն, հա։ Մեր ֆունկցիայի հակադարձը որոշված է f-ի արժեքների տիրույթի վրա։ Հա, սա f-ի արժեքներից լինել էս կետը։ Արի։ Ինչ է, մեր հակադարձի ածնցյալը սահմանման ինչ է լինելու։ Սահման պետք է գրենք, ասենք y-ը ձգտում է y0-ի, հա։ Այնտեղ մի հատ դելտայով կարող ենք գրենք, մի հատ էլ պարզապես ինչ-որ փոփոխականով, չէ՞։ f-1 y հանած y-y0։ Հա, հիմա եթե մենք ինչ կարող ենք ասել, որ անընդհատ ֆունկցիայի, անընդհատ ու խիստ մոնոտոն ֆունկցիայի հակադարձը էլի անընդհատ է, հա։ Քանի որ f անընդհատ է եւ խիստ մոնոտոն, AB-ի վրա, հա, նրա հակադարձը ևս կլինի անընդհատ մասնավորապես որ կետում fx0, հա, y0-ն հավասար է fx0 կետում։ Հետևաբար, եթե հիմա x-ով նշանակենք f-1y-ը, սա ձգտելու է, եթե y-ը ձգտեցնենք y0-ին, սա կձգտի f-1 y0-ին։ Իսկ սա ինչն էր, f-1 y0-ն, հետի հենց x0-ն էր։ Այս նշանակումը արդեն ունենք։ Բարի։ Սրա անունը 1 դնենք, այստեղից և 1-ից ստանանք, որ ասում էր հակադարձի ածնցյալը y0-ում հիմա ստեղ սրա փոխարենը եթե x գրենք, սրա փոխարեն x0 սահման հլտակը կգրենք, հա, x հանած x0, ստեղ էլ y-ի փոխարեն կարող են գրել fx, հա, եթե x-ը f-1 y-ն է, y-ն էլ fx-ն է լինելու, հա, x հանած fx0, ու մենք ինչ հասկացանք, որ y-ը y0-ին ձգտելիս, այդ x-ը x0-ին է ձգտում, ու քանի որ այս ամեն ինչը արդեն արտահայտել ենք x-ի ու x0-ի միջոցով, հենց սա էլ մեզ հերիք է գրենք, հա, որ x-ը x0-ի ձգտելիս, այսօր իհարկե կարող են գրել որպես ինչ։ Մեկը բաժանած, սահման, արդեն fx հանած fx0, բաժանած x մինուս x0,
Մեկը բաժանած f' x0-ն է, հա։ Ու եթե ածանցյալը լիներ 0, այստեղ մենք պահանջել էինք, որ ածանցյալը 0 չլինի, հա։ Ածանցյալը եթե լիներ 0, այդ հակադարձի ածանցյալը տվյալ կետում կդառնար անվերջ, հա, կամ եթե արի։ Դե մեզ պետք էր հակադարձի անընդհատությունը, որ կարողանայինք ասենք, որ f-1y-ը f-1y0-ին է ձգտում, հա, որ կարողանայինք ասենք, որ այս x-ը x0-ին կձգտի, ինչի եւ օգտագործել ենք։ Իսկ դրա համար հերիք էր այն սկզբնական ֆունկցիայի անընդհատությունում խիստ մոնոտոն լինելը, էլի։ Այդ հակադարձ ֆունկցիայի անընդհատության մասին թեորեմը, որ ապացուցել էինք, որ ասում ենք, եթե խիստ մոնոտոն է ու անընդհատ է, այդ դեպքում արժեքների տիրույթը լինում է էլի միջակայք ու այդ տեղից էլ արդեն հակադարձն է լինում խիստ մոնոտոն ու հակադարձն էլ ստացվում է, որ միջակայքը միջակայքի է տանում, դրա հետևանքով էլ լինում է ինչպիսին անընդհատ, այդ անընդհատությունն էլ արդեն մեզ ոնց որ պետք էր ինչը եւ օգտագործեցինք։ Լավ։ Հիմա սրա երկրաչափական իմաստի վերաբերյալ էլ փոքր ասենք։ Ասենք սա մեր y-ը սա fx-ն է, սա ինչ-որ x0 կետ է, այս էլ y0-ն հավասար է fx0-ն է, մենք ինչ գիտենք, որ հակադարձի գրաֆիկը սիմետրիկ է y-ը հավասար է x-ի նկատմամբ, հա, նման տենց մի բան գծենք, հա, այս էլ մեր հակադարձի գրաֆիկն է, y-ը հավասար է f-1 x գրեմ։ Հիմա եթե այս կետում շոշափողն ենք նայում, որը կազմում է ինչ-որ φ0 անկյուն, հիմա հակադարձի համար պետք է նայենք արդեն այս y0 կետը, հա, սիմետրիկ կետը, ու այդ սիմետրիկ կետում իր շոշափողը, այս y0-ն է, այս էլ x0-ն է լինելու, այս կետում էլ շոշափողը։ Ու հիմա կուզենանք հասկանանք այս անկյունը ինչ անկյուն կլինի, չի հասկացվում ինչ է արված, ստեղ ավելի լավ է պետք, հա։ Սկզբից ունենք այս y հավասար է fx ֆունկցիան, x0 կետը, դրա պատասխան y0 կետը, հա։ Հիմա եթե իր հակադարձը նայենք, հակադարձի գրաֆիկը լինելու է սիմետրիկ, հա, y հավասար է x ուղղի նկատմամբ, այս տենց ինչ-որ մի բան գծեցինք, սիմետրիկ, այս հակադարձ ֆունկցիան է, հիմա մեզ հետաքրքրում էր
հակադարձի ածնցյալը y0-ում, հա։ Այս կետի սիմետրիկը, սա է, y0 եւ x0 կոորդինատներով, հա։ Ու հիմա եթե ուզում ենք տեսնենք կապը մեր հակադարձի այս ստացել ենք հետեւյալ բանաձև, հա, հակադարձի ածնցյալը y0-ում, մեկը բաժանած f' x0-ն էր։ Հիշեցնենք, որ ինչ էր։ f' x0-ն, եթե հիմա այս անկյունը φ0-ով նշանակեմ, դա պարզապես այդ անկյան ինչն էր լինելու։ Տանգեսը, հա։ Ինչպես։ Հիմա ստեղ եթե դիտարկենք սրա սիմետրիկը սենց է լինելու, հա։ Այս շոշափող ուղղի սիմետրիկն էլ շոշափողը հանդիսանալու արդեն հակադարձի համար, հա։ Հիմա մեզ հարկավոր է հասկանալ, թե այս անկյունը որքան է։ Դե, ոնց որ սենց է, սա է, եթե սենց ունենք, այս շոշափողն է, այս սրա շոշափողն էլ պետք է սիմետրիկ լինի, ոնց որ շոշափողի սիմետրիկը հակադարձի շոշափողն է հանդիսանալու։ Այդ էլ կանքիների միջին է չպետք է 45 շանտա, եթե սիմետրիկա x-ին։ Այդ դրանց կիսագումարը պետք է տա պիքարորդ։ Այսինքն, եթե այս անկյունը φ1-ով դնենք, φ0 գումարած φ1 կեսը պետք է տա պիքարորդ, այսին φ1-ը լինելու է մեր մոտ պիկես հանած φ0։ Այդքան կոտանգես ալա։ Այսին ստեղ ոնց որ լավ, եթե հիմա այս հակադարձի ածնցյալը նայենք, որը տանգես φ1-ն է, φ1-ն էլ փոխարինենք պիկես հանած φ0-ով, այդ էլ կստացվի կոտանգես φ0, կամ մեկը բաժանած տանգես φ0, ինչը հենց մեկը բաժանած f' x0-ն է։ Այսին երկրաչափորեն, ոնց որ եւս կարող ենք այս հավասարության մեջ համոզվեինք, հա։ Արա, հիմա եկեք մի քանի ֆունկցիաների հակադարձների ածնցյալները գտնենք։ Որ ֆունկցիաների։ Ասա։ Arc sinus x։ Հա, arc sinus x, arc cosinus x։ Դիտարկենք fx-ը հավասար է sinus x, իհարկե այստեղ x-ը պետք է սահմանափակվենք որ հատվածի վրա մինուս պիկեսից պիկես, հա։ Այդ դեպքում մեր ֆունկցիայի հակադարձը լինելու է arc sinus x-ը, հա։ Ու կամ եթե ուզում եք այստեղ y-ներով գրենք f-1 y-ը arc sinus y, հա։ Հիմա f-1-ի ածնցյալը y0 կետում։ Այդ ինչ է լինելու։ Մեկը բաժանած f' x0-ն։ Մեր f-ի ածնցյալը cosinus x-ն է, հա։ Այսինքն սա կտա մեկը բաժանած cosinus x0, որտեղ y0-ի եւ x0-ի միջև ինչ կապ կա։ Y0-ն arc sinus x0-ն։ Y0-ն դա f x0-ն է, այսինքն sinus x0-ն է։ Հիմա մեր քան որ հակադարձի այդ ածնցյալի արգումենտը y0-ն է, կուզենայինք, որ այս աջ կողմը արտահայտենք y0-ով։
Այն հիմա պետք է այս կոսինուս x0-ն արտահայտենք սինուս x0-ով, հա? Ու մենք չենք կարող ասենք, որ x0-ն arc sinus y0-ը ու cossinus-ի մեջ տեղադրենք ու ստանանք բանաձև։ հա, բայց ոնց որ կարող ենք շատ ավելի ոնց որ բացահայտ տեսքով այդ ամեն ինչը գրենք, քանի որ մեր մոտ x0-ն այդ մինուս պիկեսից պիկես էր, հետևաբար կոսինուս x0-ն կլինի ոչ բացասական ու կոսինուս x0-ն կլինի ինչպես է սինուս x0-ով արտահայտվում։ Արմատ մերքանած սինուս քառակուսի x0։ Մերքանած սինուս քառակուսի x0։ Ու ընդ որում ստեղ արմատի դիմացներ պլյուս թե մինուս նշանը դնենք։ Պլյուս, որովհետև տեսենք, որ ոչ բացասական է, հա։ Սա էլ ինչն է իրանից ներկայացնում, արմատ 1 մինուս y0 քառակուսի, հա։ Այսպիսով մեր հակադարձի ատենցիալի արժեքը y0-ում դարձավ 1 բաժանած արմատ 1 մինուս y0 քառակուսի։ Իհարկե, ստեղ y0-ն կամայական էր, արժեքների, բայց հակադարձի որոշման տիրույթից կամ նույնա թե սկզբնական ֆունկցիայի արժեքների տիրույթից, ստեղ y0-ն մեր մոտ որտեղից որտեղ է փոփոխվում մինուս 1-ից 1, հա։ Ու այսինքն ստանում ենք, որ իհարկե հակադարձի ատենցիալը y կետում 1-ը բաժանած արմատ 1 մինուս y քառակուսին է, նույնն է թե այդ arc sinus y-ի ատենցիալը 1-ը բաժանած արմատ 1 մինուս y քառակուսին է, այստեղ իհարկե ոնց որ այստեղ y-ով կգրենք թե x-ով ոչ մի տարբերություն, այսինքն arc sinus x-ի ատենցիալն էլ կլինի 1 բաժանած արմատ 1 մինուս x քառակուսի, հա։ Հիմա եթե մի հատ էլ օրինակ 1 Հիմա դիտարկենք fx-ը կոսինուս x-ը, հա, x-ը ստեղ մեր մոտ կփոխվի 0-ից p։ Այդ դեպքում էլ ես նույն բանաձևն ենք օգտագործելու, հա, որ հակադարձի ատենցիալը y0-ում 1-ը բաժանած f'(x0-ն է, որը 1-ը բաժանած մինուս սինուս x0-ն է, ու ինչպես արդեն հասկացել էինք, այս հա, որտեղ y0-ն ինչ կապ ուներ կոսինուս x0-ն է, հա։ Հիմա մեզ հարկավոր է այս աջ կոմը արտահայտել y0-ով, նույնա թե կոսինուս x0-ով, հա, ու ինչ կարող ենք ասել, որ 0-ից p-ում սինուսը գրական է, հա, քանի որ սինուս x-ը մեծ կանցարա 0, երբ x-ը պատկանում է 0-ից p, ուստի սինուս x0-ն կլինի պլյուսով արմատ 1 մինուս կոսինուս x0-ի քառակուսի, կոսինուս քառակուսի x0, այցել արմատ 1 մինուս y0 քառակուսի։ Հետևաբար, այս հակադարձի ատենցիալը y0-ում 1 բաժանած մինուս արմատ 1 մինուս y0-ի քառակուսին է, նույնն է թե ինչա, մեր arc կոսինուս y-ի ատենցիալը, հա, 1 բաժանած
արմատ 1 մինուս y քառակուսի։ Իհարկե սա էլ նույնն է թե որ r կոսինուս x-ի ատենցիալը մինուս 1 բաժանած արմատ 1 մինուս x քառակուսին է։ Ահա մենք ինչ կոսինուս x-ը օրինակ վերցնում, եթե մենք արդեն r սինուս x-ի ատենցիալը գիտենք, մենք արդեն դրանից էլ դուրս բերենք r կոսինուս x-ի ատենցիալը։ Ճիշտ է, կարող ենք դուրս բերել, բայց այս սրա նպատակային է, որ եւս մեկ անգամ վարժվենք այս հակադարձի ատենցիալի բանաձևը օգտվելուց, հա։ Այսին զուտ այս անցումը անելն էր։ Մի հատ էլ արտանգես անենք կամ լոգարիթմը անենք, որը կցանկանաք։ Լոգարիթմը արտանգեսը, okay, լոգարիթմ։ Բանը հենց բնականը։ Հա, դե բնականը նայելը։ Իհարկե, բնական լոգարիթմի ատենցիալը ստանալու համար պետք է սկսենք դիտարկելուց որ ֆունկցիան ax-ը, հա։ Ոստեղ x-ը պետք է լինի ինչպիսին։ Իրական։ Համայական, այո։ Այդ դեպքում ինչ է։ Մեր հակադարձի ատենցիալը, եկեք էլ y0 չգրեմ, հա, y կետում կլինի 1 բաժանց f'(x), հա, որտեղ y-ը y-ը ինչն է։ fx-ն է, հա, y-x-ն է։ Ու ինչ ենք ստանում։ Քանի որ f'(x-ը դեպի y-x-ն է, դա էլ իրականում կարող ենք պարզապես գրել f(x), որը ավելի կարևոր է, որ այս ի վերջո այդտեղ ցախ կողմի արգումենտը y-ն է, այդ պատճառով աջ կողմը ուզում ենք արտահայտենք y-ով։ Այս էլ հենց y։ Հետևաբար այս հակադարձի ատենցիալը y կետում կլինի 1 բաժանած y։ Այսինքն մեկը բաժանած ax, որը մեկը բաժանած y-ն է։ Հա։ Այսինքն հակադարձ ֆունկցիան որն էր։ Լոգարիթմ y-ն էր։ Լոգարիթմ y-ի ատենցիալը կլինի 1y-րդ։ Նույնն է թե Մեկը պետք է նշենք, որ դեպքում մեծացրուց։ Իհարկե, այս արգումենտը պետք է լինի հակադարձի որոշման տիրույթից, այսինքն այն սկզբնական ֆունկցիայի արժեքների տիրույթից, որը որ 0-ից պլյուս անվերցությունն է։ Արի։